Բարի օր, այսօր խոսելու ենք օստեոխոնդրոզի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Նախ հասկանանք, թե ով է կինեզիթերապևտը եւ ինչ է կինեզիթերապիան։ Կինեզիթերապիան զբաղվում է ինքը կարճ ասած բուժում շարժումների միջոցով։ Այսինքն առանց դեղորայքի շարժումներով մկանախմբերի, մկանային համակարգերի, կապանների եւ հոդերի վերականգնողական բուժում է իրականացվում։ Կինեզիթերապիան իրենից դա է ներկայացնում։ Որ խնդիրների դեպքում են դիմում կինեզիթերապևտին։ Խնդիրների ցանկը բազմազան է։ Օրինակ, հետվիրահատական ռեաբիլիտացիայի դեպքում կինեզիթերապիա է կատարվում, ողնաշարի խնդիրների, հոդերի խնդիրների, կոնտրակտուրաների, այսինքն եթե կա սահմանափակում հոդերի, բոլորը կարող է զբաղվել հետագայում կինեզիթերապիան, որպեսզի վերականգնողական բուժումը ավելի լավ եւ իդեալական ստացվի։ Գրեթե բոլորը ունեն օրինակ պարանոցի հատվածում ցավ կամ գոտկատեղի հատվածում եւ հաճախ ասում են, որ դա օստեոխոնդրոզ է, ինչի հետևանքով է զարգանում այս հիվանդությունը։ Այժմյան տերմիններով օստեոխոնդրոզը կոչվում է ողնաշարի կամ ողի եւ աճառային սկավառակի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություն։ Այսինքն օստեոխոնդրոզ տերմինը վերացել է։ Դա սովետական ժամանակաշրջանի տերմին է։ Օստեոխոնդրոզով հիվանդանալուն, այսինքն հակված են արդեն երիտասարդացել է նման խնդիրը։ Մենք այսօր ունենում ենք 17-18 տարեկան մարդիկ, որոնք արդեն դիագնոզվում է օստեոխոնդրոզ հիվանդությունը։ Օստեոխոնդրոզի ավելի բարդեցման փուլերը տանում են դեպի աճառային սկավառակի ճողվածքների մեզ հայտնի այդ գրիժաներն են եւ նման այլ բարդ խնդիրների։ Ինչի հետևանքով է զարգանում այս հիվանդությունը։ Մինչ այսօր մինչև վերջ բացահայտված չէ, որ ասենք լինի այնպիսի մի բան, որ ասենք սա կամ սա մի արեք կունենաք օստեոխոնդրոզ։ Բայց հիմնականում առաջացման պատճառներից են, ֆակտորներից են առաջացման անշարժ դիրքերը, այսինքն այսօր ամեն ինչ տանում է դեպի շարժունակության բացակայության, օֆիսային աշխատանք, երկար նստած հեռուստացույց դիտել կամ սմարթֆոններով եւ այլն եւ այլն։ Նույնը հակառակն է, կարող է առաջանալ առավել շատ աշխատանք կատարելիս։ Այսինքն պետք է միջինը գտնել։ Հաճախ ասում են, որ ավելի շատ 20-ից 30 տարեկանում է արտահայտվում, այսինքն այդ տարիքում պետք է ուշադիր լինեն, որպեսզի չբարդանա։ Նայեք, մի ժամանակ օստեոխոնդրոզը համարվում էր ավելի շատ ծերունական, այսինքն բարձր տարիքի հիվանդություն։ Այսօր շատ երիտասարդացել է, ինչպես նշեցի, 17-18 տարեկանից սկսված եւ բարձր տարիքում։ Դա հիմնականում կապված է նաեւ սնունդը կապ ունի, նյութափոխանակությունը, հիմնականում նյութափոխանակության խախտման հետևանք է օստեոխոնդրոզի, այսինքն դեգեներատիվ եւ դիստրոֆիկ այդ խնդիրների առաջացման պատճառը։ Ողնաշարի որ հատվածներում է առաջանում։ Բոլոր հատվածներում կարող է առաջանալ, առավել հակված են պարանոցային եւ գոտկային հատվածները, քանի որ առավել շարժուն են, ավելի քիչ առաջանում է ողնաշարի կրծքային հատվածում, քանի որ ավելի անշարժ է կրծքային հատվածը։ Իսկ ըստ ստատիստիկայի, առավել առաջի տեղում գոտկային հատված, երկրորդ արդեն պարանոցային հատված, երրորդ արդեն կրծքային հատված ողնաշարի։ Մարդիկ ասում են մեջքս ահավոր ցավում է, դա կարող է լինել։ Մեջքի ցավերի պատճառը կարող է շատ լինել։ Կարող է լյումբագու, այսինքն տվյալ հատվածի մկանային ցավեր ուղակի լինել, հնարավոր է աճառային սկավառակի ճողվածքի բորբոքման, դեղին կապանների բորբոքման եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդը եթե ասում մեջքս ցավում է, միանգամից ախտորոշել օստեոխոնդրոզ կամ այլ խնդիր, դա սխալ է, միջև չանցնի բժշկի խորհրդատվություն, կարիք եղած դեպքում նաեւ ապարատային ինչ-որ հետազոտություններ։ Ինչպես է արտահայտվում հիվանդությունը։ Նայեք, տարբեր հատվածներում տարբեր տիպի է արտահայտվում, սկսենք կարճ ասեմ, օրինակ պարանոցային հատվածում կարող է արտահայտվել զարկերակային արյան ճնշման տատանումներով, բարձրացումներով, որը դեղորայքը ընդունելուց չի ենթարկվում, այսինքն չի ազդում դեղորայքը հիմնականում։ Կարող է արտահայտվել տեսողության վատ թարացումով, քրտնարտադրությամբ, ցավ պարանոցային հատվածում, գլխացավերով, շատ դեպքերում եւ նաեւ ցավ եւ թմրածություն վերին վերջույթներում, այսինքն ձեռքերի մատներում, եւ նաեւ սրտի ռիթմի խանգարումներ կարող են առաջանալ։
Շատ դեպքերում մարդիկ դիմում են կարդիոլոգի սրտի հետ կապված ճնշում, զարկերակային բարձր ռիթմի խանգարումներ, բայց ամբողջ հետազոտությունները անցնելուց պարզվում է, որ սրտի հետ կապված ամեն ինչ նորմալ է, ամեն ինչի պատճառը օստեոխոնդրոզն է։ Դա իմ նշած այս ամբողջ ախտանիշները կարող են առաջանալ կրծքային եւ պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ սրտի հետ կապված խնդիրներ։ Իսկ վերին վերջույթների թմրածությունը եւ գլխացավերը դա արդեն պարանոցային օստեոխոնդրոզի հետ կապված, քանի որ պարանոցը մոստի դեր է տանում մեր գլխուղի սնուցման համար, հա, կամուրջի դեր է տանում եւ եթե այդտեղ ինչ-որ մի բան խախտում է, կարող է լինել արյան շրջանառության անբավարարություն, չշփոթենք սուր անբավարարության, դրանք ինսուլտներն են, արյան շրջանառության անբավարարություն եւ դրանից արդեն իր հետևանքները։ Ինչ վերաբերում է գոտկային օստեոխոնդրոզը, արտահայտվում է ստորին վերջույթների ցավերով եւ թմրածությամբ, որովայնի խոռոչի ցավերով, աղիների խնդիրներ կարող են առաջանալ եւ այդպես շարունակ։ Այդ դեպքում ինչպես է բուժումը իրականացվում եւ որ ոլորտի բժիշկների հետ է համագործակցում կինեզիթերապևտը։ Նայեք, ուրեմն բուժումը պետքա ընտրել անհատական, այսինքն ասել, որ օստեոխոնդրոզ ունի տվյալ անձը եւ միանշանակ այս բուժումը չէ։ Պետքա որոշել օստեոխոնդրոզի աստիճան եւ հետևանքները, ինչպես նշեցի, բարդ հետևանքների դեպքում առաջանում է աճառային սկավառակի ճողվածքներ։ Զբաղվում են կինեզիթերապևտները, ռեաբիլիտոլոգները, նյարդաբանները, բարդ դեպքերում արդեն եթե ճողվածք եւ այլն բարդ խնդիրների դեպքում արդեն նեյրովիրաբույժները։ Հիմնականում այսպես է կատարվում խորհրդատվության ընթացքում, առաջնային ախտորոշումը կատարվում է խորհրդատվության ընթացքում լսելով պացիենտին ախտանշանները։ Եթե դա չի բավարարվում, մեծ մասամբ չի բավարարում, արդեն ապարատային հետազոտություն է իրականացվում, հնարավոր է ռենտգեն հետազոտություն, MRT կամ ԿՏ հետազոտություն, որը ստայտամ արդեն ունենում ենք հիմնավոր պատասխան, ըստ որի արդեն կազմակերպվում է բուժումը։ Բուժումը կազմակերպելուց կա տարբերակներ ըստ բարդության վիճակի հաշվի ենք առնում, տարիք, քրոնիկական հիվանդություններ ունի թե չունի եւ այլն եւ այլն։ Ըստ այդմ արդեն բուժման տակտիկան է ընտրվում։ Կամ վարժություններ, որ մարդը կարող է տանը կամ աշխատավայրում կատարել, որ խուսափի այս հիվանդությունը։ Խուսափելու համար կան վարժություններ, բայց միայն վարժություններով բուժելը արդեն եթե կա օստեոխոնդրոզ, դա շատ քիչ է։ Կա թյուր կարծիք մեր ժողովրդի մոտ, որ կա ողնաշարի խնդիր, ուրեմն գնանք լողի կամ պարի կբուժվի։ Ոչ, լողը, պարը ինքը շատ լավ միջոցներ են պահպանելու ինչ որ մի վիճակ, բայց որպես բուժական, իսկ մենք ունենում դեպքեր, երբ որ արդեն գալիս են խորացած վիճակում, այդ կարծիքը հաշվի առնելով, որ գնում են պարի, չգիտեմ, լողի եւ այլն եւ արդեն խորանում է վիճակը։ Իսկ ինչ վերաբերվում է պրոֆիլակտիկ, այսինքն վարժություններ, կան վարժությունների կոմպլեքս, նորից ընտրվում է վարժությունները պացիենտի հետ արդեն խորհրդատվության ընթացքում, որտեղ շատ դեպքերում, գիտեք ինչ, շատ ասում են, ինչի չեք տալիս բոլորին նույն վարժությունները։ Չես կարող տալ, հաշվի առնելով օրգանիզմի անհատականությունը, քրոնիկական խնդիրները եւ այլն, ենթադրենք մարդ ունի կարդիո խնդիր, սրտի հետ կապված խնդիրներ կամ ունեցել է լուրջ վիրահատություն, ողի կոմպրեսիոն կոտրվածք եղել, ցեմենտավորում են, այլ վարժությունների սահմանափակում գոյություն ունի այդ դեպքերում։ Այսինքն նույն վարժությունները շատ դեպքերում ունենում ենք այնպիսի դեպքեր, որ մարդիկ գալիս են արդեն ցավը խորացած վիճակում, պատճառը որ արդեն հարցում են խորհրդատվության ընթացքում պարզվում է որ YouTube-ով տեսել ենք ինչ որ վարժություններ եւ արել ենք։ Ոչ, այդ YouTube-ի վարժությունները կարող է ով որ դիտում են 1%-ին իրանք օգնեն։ Մնացածին հնարավոր է շատ հնարավոր է վնասեն եւ ունենում ենք այդպիսի դեպքեր բազմիցս։ Եթե ամեն ինչ, գիտեք, ոնց համացանցը ճիշտ օգտագործելու դեպքում դա շատ լավ է, բայց քանի որ ես նորից մեկ օրինակ բերեմ, այսօր արդեն ունենում ենք ինքնադիագնոզված, ասենց ասեմ, պացիենտներ, որը գալիս է եւ ասում է ես ունեմ ողնաշարի աճառային սկավառակի ճողվածք, միանշանակ։ Հարցում ենք որտեղից դու գիտես։ Հետազոտություն ինչ որ արվել է, բայց չի ասում։ Սիմպտոմները գրել եմ Google-ով եւ բերել է։ Դա ամենաթեթև դեպքերն եմ ասում, գալիս են նաեւ ասում են ես օնկոհիվանդ եմ, նորից այդ բանով սիմպտոմներով, որոշած բան եւ տարիներ շարունակ այդպես ինքնաբուժությամբ, հարևանաբուժությամբ այդպես շարունակելով եւ վերջում կանգնում ենք այն փաստի առաջ, որ փորձը ինչ է ցույց տալիս, որ շուտ հայտնաբերված եւ ճիշտ հայտնաբերված խնդիրը, երբ որ սկսում ես բուժել, այդ խնդրի բուժման բարենպաստ ելքը շատ ավելի կարճ եւ արագ է տեղի ունենում, քան
քրոնիկական խնդիրներ, այսինքն տարիներով նշում են ցավեր, բուժում չեն ստացել կամ համապատասխան բուժում չեն ստացել, այդ դեպքում բուժման բարենպաստ ելքը շեմը շատ ցածր է լինում։ Ճիշտ բարձ կամ ներքնակ, առավել եւս աթոռ ընտրել որքանով է կարևոր։ Շատ լավ հարց եք տալի, այսօրվա դրությամբ շատ արդիական, շատ են հարցնում, նայեք, ուրեմն ճիշտ բարձ հասկացողություն գոյություն չունի ընդհանրապես։ Այսինքն գոյություն ունեն օրթոպեդիկ բարձեր, տարբեր գնային շեմերով, ամենամատչելից ամենաթանկ տարբերակներով եւ նորից ունենում ենք դեպքեր, երբ որ մարդը գալիս ասում է իմ մոտ խիպտի ցավը խորանար, քանի որ իմ մոտ սկսեց պարանոցային հատվածի ցավ, ես օրթոպեդիկ բարձ առա, այսինքն դա մեկ-մեկ մարդկանց ներկայացնում են որպես բուժիչ մեթոդ, այսինքն օրթոպեդիկ բարձը բուժ։ Ես անձամբ գնացել եմ օրթոպեդիկ ներքնակ գնելու, աշխատող ինձ եկել, ասում է սա օստեոխոնդրոզ է բուժում։ Ներքնակը, ասում եմ լավ, շնորհակալություն։ Այսինքն դա խնդիրը խորացնելու, եթե բժիշկն է նշանակում կամ խորհուրդ տալիս, քանի որ մարդը տարիներ շարունակ ենթադրենք 60 տարեկան պացիենտ եկել է, դու որպես բժիշկ իրավունք չունես միանգամից այն մարդը, որը որ տարիներ շարունակ քնել է նույն դիրքով, նույն անկողնու վրա, փոխել եւ ենթադրենք չորացնել միանգամից տեղը, չոր դարձնել։ Խնդիրները շատ ավելի կշատանան։ Օրինակ բերեմ, մեկին խորհուրդ էին տվել, կինը համոզել էր, որպեսզի գնա օրթոպեդիկ ներքնակ առնի, առել էր եւ այդ օրվանից սկսած այդ մարդու մոտ սկսել էր ահավոր ոտքի եւ մեջքի ցավեր, կնոջ այդ կռիվների մեջ էր, որ ինչի այսպիսի բան արեցիր եւ այլն, այսինքն ինչա ասածը ասենց ասած ինչ կուսուցան է, որպեսզի մի անգամից չանցնել այդ մարդը ասում է առանց բարձ կարելի է քնել, ոչ չի կարելի կամ բարձր Հիմնականում բարձը այսպես է ընտրվում, մարդ պարկում է աջ կամ ձախ կողքի վրա, գլուխը դնում է բարձին, եթե բարձին դրած առանց ձեռքը գլխի տակ դնելու է, պարանոցային հատվածը ողնաշարի, հավասար է ողնաշարի կրծքային հատվածին, դա համարվում է իդեալական վիճակ, եթե շատ ցածր է, բնականաբար պարանոցային հատվածը ներքև է հայտնվում, բարձրի դեպքում վերև, դա է։ Գովազդի զոհ չպետք է դառնալ։ Գիտեք ոնց, գովազդի զոհ չպետք է դառնալ, բացի այդ առավել եւս ելի եմ ասում ունենում ենք շատ դեպքեր, որոնք իրանց վնասած արդեն գալիս են։ Թող էլի գովազդվի, թող էլի մարդիկ գնեն, բայց միջև գնելը գոնե մի հատ բժշկին հարցնել, ինչ տիպի չորության այս խնդրի դեպքում կարելի է դա օգտագործել թե ոչ։ Բայց նաև լինում է, որ խնդիր չունեն, սակայն ուզում են հենց օրթոպեդիկա ներքնակ օգտագործեն կամ հատուկ բարձ։ Դա արդեն հնարավոր է, այո, բայց նորից եմ ասում, կոշտությունները պետք է նորմալ ընտրվի։ Իմ նշած տարբերակով այդ մարդը գնացել առել էր, խնդիր չուներ եւ մյուս օրը մոտը սկսվել էր, ճիշտ է, հիմա շատ նույն կազմակերպություններ կտեսնեն, ես հակագովազդ չեմ անում կամ ինչ-որ շատ լավ իրանք արտադրություն են, բայց պետք է օգտագործվի ուղղակի տեղին։ Որ պարանոցը մի փոքր առաջ է լինում, շատ ենք նկատում մարդկանց մոտ։ Դա օստեոխոնդրոզի հետևանք է։ Արտադրիչ չէ, պարանոցը առաջ լինելը դա մի քանի բանի մասին կարող է խոսել, օրինակ կարող է լինել գենետիկական այդպիսի կառուցվածք, այսինքն մարդիկ գալիս են ասում պարանոցս առաջ է, բողոքում, հետո տեսնում ես իր մամային, իր տատիկին, սենց գենետիկ գալիս է, ոչինչ չես կարող անել։ Մնում է ջարդել, նորից կրծնել, դա շատ ավելի վնասակար է։ Իսկ մնացածը ինքը պարանոցը ունենում է բնական լորդոզ, այսինքն փոսիկ։ Շատ դեպքերում լինում է այդ փոսիկ ուղղվում է կամ հակառակը կիֆոս կուզ է առաջանում այդ դեպքում դա արդեն պաթոլոգիական խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել եւ բուժել, որ հետագայի խնդիրներից խուսափելու համար։ Ուզ որպեսի չառաջանա, ինչպես պետք է մարդը իրեն պահի, ինչպես նստի, որովհետեւ հիմնականում երեխեքին խփում են ողնաշարին, չէ՞, հատկապես մամաները ասում են ուղիղ նստի։ Այո, դեպք ենք ունեցել, այնքան էին խփել այդ երեխային, որ իր պապային տենում էր, փախնում էր արդեն, ասում է, ես ինչ վիճակ է, ասում էր, հենց տենում, ասում է ուղիղ նստի, չէ։ Դա այսինքն չաշխատող տարբերակ է, էլի։ Այսօրվա դրությամբ շատ ենք ունենում ողնաշարի կեցվածքի ոչ միայն ողնաշարի կեցվածքի խնդիրներ, սկոլիոզներ, այսինքն ողնաշարի աջ կամ ձախ, էսաձև կամ ցեաձև ծռումներ եւ հիպերկիֆոզներ, կուզեր, այդ կուզ կոչվածը, ինչի հետևանքն է, որովհետեւ նայեք սովետական դարաշրջանում դա այդքան չի եղել, պատճառը դասատուները հետևում էին, որպեսզի երեխաները ուղիղ նստեն, սպորտը կար,
Այսինքն եւ չհաշված օդը, ջուրը, սնունդը եւ այլն, եւ չկար շատ այդ սմարթֆոնների մեջ մտած վիճակը հասարակ օրինակ TV-ին, եթե մենք այսօր օգտագործում ենք հեռակարգման վահանակ, նախկինում գնում, այսինքն շարժը կար ամեն ինչը, այսօր այդ շարժը մաքսիմալ քչացել է եւ այդտեղից արդեն իր բոլոր հետևանքներով։ Ինչ անել, որպեսզի չառաջանա պրոֆիլակտիկ, այսինքն ուղիղ նստելուց պետք է այնպես նստել աթոռին կամ բազկաթոռին, որպեսզի ողնաշարը չընդունի բազկաթոռի ձև։ Դա արդեն սխալ է։ Մի հատ փոքրիկ բարձ կամ ինչ որ մի բան շատ փոքրիկ դնել գոտկատեղի հետ եւ հենվել, որպեսզի ողնաշարը ստանա բնական իր կորությունը։ Ճիշտ է, դժվար է սկզբնական շրջանում, բայց քիչ-քիչ սովորում է օրգանիզմը։ Շատ դեպքերում կեցվածքը լինում է ռուսերեն լոժնի, հայերեն չեմ կարող այդ բառը, խաբուսիկ կեցվածքի շեղումներ, երբ որ ինքը նայում եք կիֆոզ առաջացած, բայց մկանների հաշվին տեղ ունի ուղղվելու։ Այդ դեպքում շատ արդեն գլխուղի մեջ է, այսինքն այստեղ ֆիքսված է, որ այսպես պետք է լինի, նաև պետք է աշխատել, մի քիչ կարելի ասել հոգեբանական գլխի հետ պետք է աշխատել, որպեսզի այդ դիրքը ֆիքսի։ Հիմա մարդ որ տեսնում է մի քիչ կուզիկ է, ինքը իր կուզը կարող է ուղղել։ Եթե պաթոլոգիկ արդեն կիֆոզ է, հիպերկիֆոզ է առաջացել, այսինքն ոսկրացած վիճակ է եւ օրգանիզմը արդեն այդ ձևն է ընդունել, չէ, ինքնուրույն կարող է ինչ-որ վիզուալ, ինչ-որ ուղղեն եւ թվա թե ուղղվել է, բայց այնտեղ արդեն չի լինի։ Դա արդեն բուժումներ է հարկավոր, այդ դեպքում բուժումներ ոչ թե, այսինքն մենք 50 տարեկան հիպերկիֆոզով, երրորդ աստիճանի կիֆոզով մարդուն չենք ասում, եկեք ձեր կուզը կդզենք։ Դա անհնար է։ Ուղղակի հետևանքներ իր իմ նշած սիրտանոթային համակարգի, թոքերի ծավալն է արդեն փոքրանում, տեղը նեղանում կուզի դեպքում շնչառության միջև թոքաբորբեր հնարավոր են լինել, այսինքն դա չառաջանալու դեպքում պրոֆիլակտիկ այնպես են անում, որպեսզի չվնասի այդ կուզը, հետագա առողջական խնդիրներ չառաջացնի։ Հաճախ այդ կուզիկության դեպքում կամ պարանոցի մի քիչ մսային հատվածը որ վերև այսպես բացատրենք, ասում են աղերի կուտակում է։ Աղերի կուտակում հասկացողություն բժշկության մեջ գոյություն չունի ընդհանրապես։ Դա հնուց եկած բան է եւ այսօր այո, ցավոք սրտի ունենում ենք բժիշկներ, որոնք չգիտեմ թե օգտագործում են այդ տերմինը, ասում են ողնաշարից վրա աղերի կուտակում կա։ Ոչ։ Եվ շատ մարդիկ դա ընդունում են այնպես, որ աղը մի քիչ ուտենք չի առաջանա, շատ են կերել, գնացել այնտեղ հավաքվել է, դա անհնար է։ Ուղղակի աղերի կուտակում եկել է այն տերմինից, որ օստեոխոնդրոզի, այդ ոսկրի դեֆորմացիայի, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխության հետևանքով առաջանում են ինչ-որ գնդիկներ կամ սեղմելուց խրխրթոցներ, եւ այդ խրխրթոցների հետ աշխատելով աղերը ցրում են։ Չէ, այտենց հասկացողություն գոյություն չունի։ Այնպիսի դեպքեր եմ հանդիպել, որ լուրջ ինչ-որ բուժումներ են առաջարկում աղերի կուտակման դեպքում, նաև մերսումներ են անում ինչ-որ մեղրով եւ ինչ-որ մաշկի առաջին շերտը հանում են, մի քիչ sense աղի նման, ասում են աղերը դուրս եկավ։ Չէ, այտենց հասկացողություն գոյություն չունի։ Օստեոխոնդրոզը վերջնական բուժում ունի։ Ոչ։ Այսպես ասեմ, այս հարցն էլ է շատ հնչում, բուժում ասվածը ուրիշ է, վերացումը ուրիշ է։ Օստեոխոնդրոզը եթե արդեն կա, իրան վերացնելը անհնար է։ Մի քիչ կոպիտ օրինակ բերեմ, որպեսզի ժողովրդի համար հասկանալի լինի, վերցնենք երկաթի կտորը, պատկերավոր, եւ իրան դնենք, թաղենք հողի մեջ խոնավ։ Մի քանի տարի հետո հանենք, ինչ կատարված կլինի իրար հետ, չէ՞, ժանգոտած, կողքերից ինչ որ գերաչնել եւ այլն եւ այլն։ Այսինքն դրան վերացնելը անհնար է, պետք է այնպես անել, որպեսզի չխորանա։ Ըստ ձեր հարցի, այո, բուժում ունի, բայց վերացում ոչ։ Կարելի է ասենց ինչ որ մի հատ պատասխան տալ, որ մարդկանց համար բարձ լինի։ Անընդհատ պետք է գնան ֆիզիոթերապիայի, հա։ Ոչ, անընդհատի մասին չի խոսքը։ Նույնիսկ ասում, ընտրվում է բարդության աստիճանի, պացիենտ կա, որ բուժվում է մեկ անգամ եւ 10 տարի, 15 տարի, չգիտեմ, 20 տարի անել կարիք չի լինում բուժման, հետևելով իհարկե ցուցումներին։ Եթե չեն հետևում ցուցումներին, այսինքն ծանրություն, դիրքեր, այս չանես, այն չանես, բնականաբար մի օր նորից բանա լինելու։ Բարդ վիճակներում հնարավոր է տարին 1 կուրսի կրկնում, 5 տարին 1, բայց չկրկնելու դեպքում արդեն այդ ամբողջը տանում է ճողվածքների եւ այլն եւ այլն։ Այդ կուրսը ինչ է ներառում, այսինքն մերսումներ, չգիտեմ, վարժություններ։ Եթե բարդ է լինում վիճակը, նայեք, մերսումներ ասվածը նորից ժողովրդի մոտ կարող է հնչի այնպիսի, որ մերսումներ, որ հայերեն նորից չեմ կարող այդ սալոնային տարբերակով։ Մերսմանսրահ։ Հա, մերսմանսրահ, ոչ։ Բուժական մերսումներ կատարվելի եք բժշկի կողմից, հակառակ դեպքում վնասելու է։ Շատ ենք լսում այսօր մերսումները վնաս են, չգնաս մերսումներ, ոչ,
բուժական մերսումը կատարվելիք բժշկական կողմից անփոխարինելի է ամբողջ աշխարհով մեկ ապացուցողական բժշկության մեջ։ Կատարվում են բուժական մերսումներ, մանուալ թերապիա, բուժական ֆիզկուլտուրա, դեղորայքային բուժում ըստ վիճակի, ֆոնոֆորեզ, այսինքն ուլտրաձայնային ֆոնոֆորեզ, էլեկտրոֆորեզ, հարվածալիքային թերապիա, այսինքն նայած ինչ խնդիր է, հնարավոր է այդ իմ նշած տարբերակներից մեկը մի քանիսը եւ հնարավոր է բոլորը միասին, որպեսզի ստացվի նորմալ արդյունք էֆեկտ։ Եվ ինչ անել առողջ ողնաշար ունենալու համար։ Հետևել ողնաշարին, ոնց։ Շարժվել շատ, բայց չափի մեջ, որովհետեւ մարդ կա, գալիս ասում է ինձ կարելի է շարժվել, ասում եմ իհարկե, նստած դիրք ավելի, ասում ես օրը միջև 30,000 քայլ քայլում եմ, ոչ դա վնաս է, այսինքն ամեն մարդ ունի իր չափը, այդ չափից եթե դուրս են գալի, արդեն վնասելու է դա։ Շարժվել, զբաղվել սպորտով, ոչ պրոֆեսիոնալ, այսինքն պրոֆեսիոնալ սպորտը շատ դեպքերում վնասում է նաև։ Սիրողական սպորտով լավագույններից լողն է, որը որ հավասարաչափ մարզում է, այսինքն չեն կարող մեկ ձեռով ուրիշ ձև լողանալ, մյուսով ուրիշ, հավասարաչափ մկանները մարզում է։ Ահա, հետևել սնունդին, այսինքն մաքսիմալ առողջ սնունդ, օգտագործել, վատ սովորությունները, ալկոհոլ, չափի մեջ պետք է օգտագործել, նիկոտինային արտադրանքները կապ չունի, դա ժողովրդի ասած թութունա, թե այդ էլեկտրական ինչ-որ սիգարետներ եւ այլն, այսինքն մաքսիմալ առողջ։ Եվ նաեւ շատ կապ ունի գենետիկան։ Եթե գենետիկան կա, 99% հավանականությամբ լինելու է նաեւ հաջորդ սերնդի մոտ, բայց կարելի է այնպես անել, որpիսի այդ եթե լինելու է ենթադրենք 100%, այդ 100-ը լինի 50 մեղմ լինի։ Հիմա քայլելու մրցույթ կա, այսինքն գումար են ստանում, որ 30,000 եւ ավելի շատ են քայլում։ Ինչպես հասկանալ մարդը իրականում իրեն քանի քայլ է հասնում։ Տեղյակ եմ, լսել եմ դրա մասին, ճիշտ է չեմ ուսումնասիրել, բայց այս այն դեպքն է, որ շատ հնարավոր է նաև այնպիսի դեպքեր լինի, որ ընկնեն գումարի հետևից, բայց առողջությանը վնաս տան, այսինքն քայլեն 300,000 քայլ, օրինակ էլի, աշխատեն ինչ-որ մի գումար, բայց այդ գումարի եռակին տանեն, որպեսզի բուժվեն։ Դա էլ ճիշտ չի։ Ամենաճիշտը 6000 քայլն է, չէ՞, օրը։ Չկա տենց հասկացողություն, գիտեք, բնականաբար 500 կամ 1000 քայլը ինքը շատ քիչ է, բայց ասենք 6000 քայլի այն մարդուն, որը որ ունի կոքսարտրոզ, այսինքն կոնքազդրային հոդի խնդիր, մենք ասենք դա ճիշտ է, այդ մարդը վերցնի ձեռնափայտով գնա քայլի, իրան վնասելու է։ Իսկ մարդ այնպիսի մարդ կարող է պատել, որ 10-12000 քայլի իր համար նորմալ է։ Ամեն օրգանիզմ ունի իր չափը։ Դա վերցրած է որպես միջին այդպիսի տիպ։ Այնպիսի հայտարարություններ կա, որ 9000 քայլը, 6000 քայլը։ Նու քայլը այս դեպքում ավելի շատ ճիշտ է, քան թե վազքը։ Որտեղ շատ դեպքերում մարդու օրգանիզմը պատրաստ չէ, միանգամից անցնում է վազելու, ասում է՝ «Արեմ, իրան վնաս է տալիս» կամ ինչ-որ կալորիա ծախսեմ, քիչ-քիչ պետք է անցնել, քայլ եւ վազք։ Արագ քայլք ամենաճիշտ, ամենակալորիա ծախսելու համար եւ օրգանիզմը չվնասելու համար միջոցն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ձեզ եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք կինեզիթերապևտ, ռեհաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանի հետ։